Եվ պիտի միանգամից արձանագրեմ, որ եթե 3 տարի առաջ օրինակ այս թեմայի առնչությամբ մենք ունեինք մարտահրավերներ եւ մարտահրավերները կառավարելու ամենօրյա անհրաժեշտություն, այսօր մենք կարող ենք ասել, որ մարտահրավերներին զուգահեռ ունենք նաեւ հաջողություն եւ հաջողությունների պատմություն։ Եվ ակնհայտ օրինակից չսկսեմ, այլ սկսեմ մի փոքր ավելի նախորդած իրադարձություններից եւ ընդգծել, որ հաջողությունների պատմությունը սկսեց 2024 թվականին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթաց Տավուշի մարզում։ Այդ գործընթացը շատ բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ միանգամից ասել, որ ինչքան էլ այդ ընթացքում առանձնապես հեշտ չէր մեր հանրությանը պարզաբանել ինչ է տեղի ունենում եւ ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է։ Պիտի ուղիղ ասեմ, իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում են տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների, երբեմն Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ, սահմանազատված կիրանց եւ հարակից հատվածներ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Եվ պիտի ուղիղ եւ անկեղծ ասեմ, հետագայում մենք նաեւ որոշակի մոնիտորինգ ենք անում մարդկանց տպավորությունների եւ արձագանքի վերաբերյալ, ես առայժմ չունեմ որևէ թեկուզ եզակի բացասական արձագանք այն ամենից, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս, եւ սա շատ կարեւոր հաջողության պատմություն է, որը ունեցավ շարունակություն 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների, ես ամբողջական անունները մեծ չբերեմ, շատ երկար են անունները, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը եւ դրանք երկու երկրներում անցան վավերացման ընթացակարգեր։ Սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը ունի դե յուրե իրավական ուժ երկու երկրներում։ Այնտեղ ամենակարևոր արձանագրումներից մեկը այն էր, որ երկու երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է հանդիսանալու Ալմաթեի հռչակագիրը, եւ սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունակարային մի կետ է, շրջադարձային մի կետ, որով երկու երկրները ըստ էության արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային սոցիալիստական ադրբեջանական հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Եվ այս փաստը արդեն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որը արդեն հանրահայտ փաստ է։ Իհարկե մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր եւ նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը եւ այդպիսով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։